Հերթական 5-րդ քարոզախոսությունը խորհրդավոր գույների շարքից։ Այսօրվա քննարկման նյութը որոշ չափով թե բարդ է եւ թե հակասական է, այն իմաստով, որ աշխարհը իր գնահատականը երբ որ տալիս է եւ համատության մեջ ենք դնում, ինչ որտեղ նաեւ անիմաստ է։ Այս գույնը ըստ իրենց խորհրդանշում է վախկոտություն եւ ջերմություն, ընդհանուր բան կա, անհանգստություն եւ խաբեություն, դրական բնութագիրը վստահություն, ոգևորություն, լավատեսություն, այսինքն օպտիմիզմ, բացական բնութագիրը անհանգստություն, հիասթափություն, նախանց, երկերեսանիություն կամ կեղծավորություն, hypocrisy, չգտաք, այո, դեղին կամ ոսկեգույն։ Տարբեր մշակույթներում տարբեր նշանակություն ունի, օրինակ Չինաստանում այն խորհրդանշում է ազնվականությունը, royalty, նաև փառք եւ իմաստություն, հին Եգիպտոսում բանականություն, intelligence եւ անմահություն, Պարսկաստանում իմաստություն եւ դա գունատության նշան է հիվանդության հետևանքով։ Գունատ գիտեք, pale կամ blедny ռուսերենով։ Այս գույնը տեսանելի է մթության մեջ եւ ամենաերևացողն է։ Օրինակ հեծանվորդները
մրցումների ժամանակ դեղին հանդերձ են կրում սպորտային զգեստ կամ իրենց հանդերձի վրա դեղին շերտեր կան, stripes, որովհետև մթի մեջ այդ գույնը ամենալավագույնն է երևում։ Հրշեջները, firefighter-ները անպայմանորեն իրենց այդ մասնագիտական այդ հագուստի վրա դեղին գծեր կան, ինչ-որ ձևով հայտնի է դառնում, որ իրենք հրշեջներ են։ Ուրեմն yellow, ժոլտի, պարսկերեն զարդ, հունարենը քիչ հետո։ Այս ամենը որպես տեղեկատվություն եւ գաղափար է։ Որպես գիտելիք օգտակար է իմանալ, սակայն արդյոք սա է մեզ հետաքրում։ Բոլորովին ոչ։ Մեզ հետաքրում է, թե այս գույնը Աստծո խոսքի մեջ ինչ նշանակություն եւ իմաստ ունի։ Եվ անշուշտ, եթե այդ նշանակություն իմաստը կա, հոգևոր խորհուրդներ էլ կան։ Սուրբ գրքում դեղինը խորհրդանշում է ինչպես աստվածային փառքը, հարստությունը եւ ոսկին շեշտադրաբար։ Նաեւ հոգևոր հիվանդություն, անմաքրություն, օրինակ վերցնենք որպես բորոտությունը, leprosy անգլերենով կամ պրակազա ռուսերենով։ Եկեք առաջ չանցնենք, հենց այդ բորոտության օրինակն էլ բերենք։ Ուրեմն Ղևտացիների 13-րդ գլուխ, The Book of Leviticus 13-րդ գլուխ 29-30 համարները։ Եթե մարդումը կամ կնոջը գլուխը կամ կզակը ախտը ըլլա, եւ այս ախտը քոս է նշանակում, քահանան թող քննի ախտը եւ եթե մորթի խորունկ տեղը երևա եւ անոր մեջ բարակ դեղին մազմը ըլլա, այն ատեն քահանան անոր անմաքուր ըլլալը թող ծանուցանե, ասիկա գոնջություն է, գլխի կամ կզակի բորոտություն է։ Ոսկի բառը նշեցինք։ Դարեր շարունակ, մանավանդ այն ժամանակներում ոսկին հանդիսանում էր հարստությունը բնութագրելու միավորը, կամ կարող ենք ասել որպես չափման միավոր էր, որքան ոսկի ունի, այդքանով էր գնահատվում նրա հարստությունը։ Չափորոշիչ, benchmark կամ էտալոն։ Սողոմոն թագավորի համար գրված է 3-րդ թագավորաց 10 գլուխ եւ 14 համար։ Մեկ տարվա մեջ Սողոմոնին եկած ոսկու կշիռը 666 տաղանդ էր, այսինքն 25 տոննա։ Նշանակում է ամսական 2 տոննա եւ մոտավորապես 100 կիլոգրամ։ Ամեն ամիս շարունակաբար եւ տարիներ շարունակաբար։ Բայց այդքան ոսկին ինքը ինչ էր անում։ Այդ մասին էլ է գրված, եկեք կարդանք 3-րդ թագավորաց անգլերենով First King 10-րդ գլուխ 16-17 համարները։ Սողոմոն թագավորը կռածո ոսկե 200 վահան շինեց։ Կռածո այսինքն մեջը լեցուն։ Ամեն մեկ վահանի համար 600 սիկր ոսկի գնաց, այսինքն 7.5 փաունդ։ Կռածո ոսկին 300 ասպար շինեց, ամեն մեկ ասպարը 3 մնաս ոսկի գնաց, թագավորը ասոնք Լիբանանի անտառը կոչվող սրահի մեջ դրեց։ Ուրեմն այնքան շատ էր, որ նաև իրեն թույլ տվեց այս գործիքները կամ ռազմական զենքերը պատրաստելու համար։ Հիմա էլ ոսկին հանդիսանում է կարևոր ներդրումային միջոց, investment, արժեզրկում կա, չէ, ամբողջ աշխարհում է սա կատարում, կարծես թե, եւ դա ինֆլյացիա է կոչվում տարբեր լեզուներով, դրամը արժեզրկվում է եւ մարդիկ նախընտրում են այդ դրամի փոխարեն ոսկի պահեն, որպեսզի իր արժեքը պահպանի։
բայց ոսկուց շատ ավելի կարևոր բաներ կան։ Աստված է դա մեզ սովորեցնում։ Ճիշտ հասկանանք, չենք ասում, որ ինչքան ոսկի ունեք, դեն նետեք, անպիտան է մի գործ, չէ, այս կյանքի մեջ ապրում ենք, դրանք անհրաժեշտ բաներ են եւ մարդիկ գործածում են, սխալ ոչ մի բան չկա։ Սակայն կային գերագույն բաներ եւ Աստված իր խոսքի միջոցով մեզ դա տալիս է։ Եկեք կարդանք Սաղմոսած գրքից, Սաղմոս 19-ի 7-ից 10 համարները։ Տիրոջ օրենքը կատարյալ է, հոգին նորոգում է։ Տիրոջ վկայությունը ճշմարիտ է, տգետին իմաստուն է դարձնում։ Տիրոջ կանոնները շիտակ են, սիրտ ուրախացնում են։ Տիրոջ պատվիրանները պայծառ են, աչքերին լույս կտան։ Տիրոջ վախը սուրբ է, հավիտյան կմնա։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են ու բոլորովին արդար են։ Ցանկալի են նրանք ինչից։ Ոսկիից եւ շատ փորձված ոսկիից։ Այսինքն շատ զտված 24 կարատ ոսկիից։ Մեղրից անուշ են եւ խորիսխի կաթած մեղրից։ Ուրեմն Տիրոջ պատվիրանները, Տիրոջ խոսքը ամեն բանից առավել է։ Եվս երկու տեղից կարդանք, սա էլ Սաղմոս 119, եթե գիտեք, Սուրբ գրքի ամենաերկար գլուխն է, 176 համար ունի։ Ուրեմն Սաղմոս 119-ի 72-ը նախ, Դավիթ թագավոր, ինքն էլ շատ ոսկի ուներ, բայց ինչ ասում, ինձ հազարավոր ոսկիից եւ արծաթից ավելի աղեկ է ով Տեր, քո բերանիդ խոսքը։ Այսինքն իր համար որպես մնայուն գանձ Աստծո խոսքն է, ոչ թե այդ ոսկին, որ այսօր կա, վաղը չկա եւ որևէ մեկը իր հետ այդ ոսկին չի տարել։ Եգիպտական փարավոնների հետ դնում էին, թե զենքեր էին դնում, թե ոսկի էին դնում, կարծում էին, որ այդ սարկաֆակների մեջ, որ նրանց դրել են, իրենց աստվածները պիտի կենթանացնեն իրենց փարավոններին։ Ինչ օգուտ, եթե մեռածի կողքը շարված են այդ ոսկիները, ոչ մի օգուտ։ 119-ի 127, Սաղմոս 119-ի 127։ Սրա համար քո պատվիրանքներդ ոսկի են ու ազնիվ ոսկի են ավելի սիրեցի։ Ուստի ամեն բանի վրայով պատվիրած քո բոլոր հրամաններդ ուղիղ կհամարեմ։ Ու ստության ամեն ճամփա կատեմ, այսինքն քո խոսքը կատարյալ է, ուղիղ է եւ ոսկուց ու արծաթից շատ ավելի արժեքավոր է։ Այս մեկն էլ գրել է հենց այդ տարեկան 25 տոննա ոսկի ստացող մեկը, Սողոմոնը։ Առակաց Proverbs 8:10։ Իմ խրատս առեք եւ ոչ թե արծաթ, ու ընտիր ոսկից առավել գիտությունը սիրեք։ Որ գիտությունը։ Քիմիա, ինչ կասեք, ֆիզիկա, տնտեսագիտություն, հապաբժշկություն, գիտության ճյուղերը շատ են։ Այո, որպես մասնագիտական քո այդ գիտությունը կարևոր է այս կյանքի համար, բայց այս համարի մեջ գրված գիտությունը միանշանակ ձևով վերաբերում է Աստծո գիտությանը։ Եվ Աստված գանգատվում է ասելով. Իմ ժողովուրդս գիտություն չունենալու պատճառով է, որ կորսվում է։ Փրկության համար ոսկին, արծաթը միջոց են արդյոք։ Պետրոս առաքյալը այսպես է գրում. Առաջին նամակ, առաջի գլուխ 18 համար։ Դուք չփրկվեցիք կորստական ոսկիով ու արծաթով, որ ձեր հայրերից ստացաք անուղիղ ճանապարհներով, հապա Քրիստոսի պատվական արյունով, որպես գառնուկի, որ աշխարհի սկզբից առաջ մորթված էր, այդ արյան միջոցով եղավ
մարդկության փրկությունը, ուրիշ միջոց չկա։ Մոտ ապագայում պիտի գա մի օր, որ Տեր Հիսուսի ասած հետևյալ խոսքը Մատթեոս 24:35 երկինք ու երկիր պիտի անցնի, այդ թվում նաև տոննաներով ոսկին, բայց իմ խոսքերես բնավ որևէ բան պիտի չանցնի, անգամ մի ստորակետ չպիտի անցնի, ամեն բան պիտի իրականանա։ Բայց հիմա հարց եք տալիս, ոսկու մասին ենք խոսում, իսկ վերին Երուսաղեմը, որ ամբողջությամբ ոսկուց է պատված, որ այնտեղ հրապարակներ կան ոսկուց թափանցիկ, դա լրիվ մի ուրիշ հարթություն է, այն պատկանում է հոգեղեն աշխարհին, հետևաբար երկրի վրայի այս ոսկին երբեք չի համեմատվի այն ոսկու հետ, որ նկարագրված է որպես վերին Երուսաղեմի այդ նկարագրությունը, բայց հետագայում մենք դրան պիտի անդրադառնանք եւ մանրամասնությամբ։ Դեղին գույնը որպես վախի խորհրդանիշ, երկու դրվագ դիտարկենք, երկուսն էլ մարգարեություններից, առաջինը Երեմիա 30-րդ գլուխ 6-10 համարները, սոսկալի ձայն մը լսեցի, վախ կա ու խաղաղություն չկա։ Հիմա հարցրեք ու տեսեք, թե արդյոք այր մարդը զավակ կծնանի, այսինքն տղամարդը երեխա կունենա, այս երկրի դեմոկրատներին եթե հարցնեք, ասում են այո, կունենա։ Սենատի լրսումներն էր կատարվում եւ հանրապետական սենատորը հարցնում է մեծ պաշտոն գրավող մի բժշկի, ասում է քո մասնագիտությունը թե տղամարդը երեխա կունենա, չի պատասխանում, ասում է քաղաքական հարցեր ես տալիս, ասում է այո կամ ոչ, տղամարդը երեխա կունենա թե ոչ, այստեղ ենք ասել, աբսուրդ, նման անմտություն գոյություն չունի եւ պնդում են, որ կարող է ունենալ։ Եվ սա քաջալերանք է երիտասարդներին իրենց սերը փոխելու համար։ Ինչու համար ամեն կտրիչ ծննդական կնոջ պես ձեռքերը մեջ կդրած եւ բոլորովին երեսները դեղնած կտեսնեմ, pale, այսինքն գունատ։ Վայ, քանզի անիկա մեծ օր է, անոր պես չկա, այն Հակոբի նեղության ժամանակը պիտի լինի, բայց ասկե պիտի ազատի, վասնզե այն օրը կսե զորքերու տերը, անոր լուծը անոնց պարանոցից պիտի կոտրեմ եւ կապերը պիտի կտրեմ եւ անգամնալ օտարականներուն պիտի չծառայեն, հապա անոնք իրենց Տեր Աստծուն ու Դավիթ թագավորին ծառայություն պիտի ունեն։ Մարգարեություն է գրած եւ գրված է Դավիթին պիտի ծառայեն։ Դավիթը 400 տարի առաջ մահացած էր։ Ինչի մասն է խոսքը։ Հիսուս Դավթի ցեղից եկավ։ Դավիթը Հիսուսի ազգաբանության մեջ է։ Հետաքրքիր մարգարեական խոսք է գրված այստեղ Հակոբի նեղության ժամանակը, այսինքն այս ամենը պիտի տեղի ունենա մեծ նեղության շրջանին եւ Տերը շատ կորուստների հետևանքով նրանց պիտի ազատագրի։ Մեկը երբ որ ահավոր վախեցած է, դեպքը ինչպիսին է դառնում, դեղնում է, հա։ Անշուշտ նվագախմբի տղաների միջի տիրացուն սպիտակել էր դեմքը, այդ էլ խորհրդային ժամանակվա հանված ֆիլմ էր։ Դեղինը նաև նշանակում է ողբ եւ դատաստան եւ այն գրված է Տյուրոսի համար։ Տյուրոսը կամ Տիր անգլերենով այն խորհրդանշում է ներկայիս Լիբանանը։ Եկեք կարդանք Եզեկիելի մարգարեություն 27-րդ գլուխ 34-36 համարները։ Ջրերի խորության մեջ ծովերեն կլած ատենդ քու վաճառականներդ եւ բոլոր նավաստիներդ քեզ հետ ընկղվեցին։ Եվ սա մեզ տանում է հայտնության գիրք
նորից մեծ նեղության շրջան։ Կղզիներուդ բոլոր բնակիչները քո վրատ ապշեցան եւ անոնց թագավորները խիստ զարուրեցան, իրենց երեսները դեղնեցին։ Ազգերուն վաճառականները վրատ սուլեցին, դու սոսկումի պատճառ եղար եւ հավիտենապես ոչնչացար։ Ուրեմն դեղին գույնը չասենք բացառապես, բայց շատ իմաստներով բացական իմաստ է, դատաստան է, վախ է ներշնչում։ Ուրեմն Տիրը կամ Տյուրոսը փյունիկացիների գլխավոր մի քաղաք էր, թե Դավիթը, թե իր որդին Սողոմոնը նրանց հետ գործակցում էին եւ այնտեղից բերված մայրիի ծառ կար։ Գիտեք մայրիի ծառը ինչ է։ Սիդր անգլերենով կամ ռուսերենով այն կոչվում է կեդրավոյե ձերևը։ Հա, ուրեմն այնտեղից բերում էին, որպիսի տաճարի պատրաստման ժամանակ գործածեն։ Բայց ինչ տեղի ունեցավ։ Տյուրոսի համար ասում է, դու հպարտացար եւ կռապաշտությամբ սկսեցիր ապրել, այսինքն pride and idolatry, եւ դրա համար քո վրա այս դատաստանը գալիս է։ Եվ քանի որ դատաստանի հետքերով են գնում, եւս մեկը, որ ապագային պիտի տեղի ունենա, այնտեղ եւս տեսնում ենք դեղինը հունարեն, հիմա հունարեն, ուզում եք դեղին իմանաք։ Կիտրիոն կամ կիտրիոնոս, այստեղից գալիս է որ բառը, կիտրոն բառը, որ լիմոնի փոխարեն գործածում է հայերենի մեջ, գրական է կիտրոն բառը։ Այն ինչ հիմա պիտի կարդանք, հայերենում գրված է դեղին, անգլերենում pale, գունատ, դեղնած, կամ բլեդնի ռուսերենի մեջ։ Եվ հունարեն քլորոս, քլոմեոս, երկուստ էլ գործածում է։ Փոխադրվում ենք հայտնության գիրք։ Հայտնություն 6-րդ գլուխ 7-8 համարները։ Գառնուկը Տեր Հիսուս է քանդում այս կնիքները, seals։ Եվ 4 կնիքը քանդեց, 4 կենդանի ձայնը լսեցի, որ կսեր, արի եւ տես, տեսա դեղին ձիմը, նրա վրա հեծնողի անունը մահեր, ու դժողքը նրա ետևից կերթար։ Այսինքն մարդիկ մեռնում էին ու գնում էին դժողք։ Ու նրանց իշխանություն տրվեց երկրի 4-րդ մասի վրա, որ սրով, սովով եւ մահով ու երկրի գազաններով սատկեցնեն։ Մարդիկ չեն հասկանում, երկրի վրա ինչ սարսափներ պիտի գա, ահա որ, այնպիսին, որ մարդիկ պիտի խնդրեն լեռներին ասելով, մեր վրա ընկեք, որ ազատվենք, մահը պիտի փնտրեն ու չեն գտնելու, այնքան չարչարանքներ պիտի կրեն։ Ուրեմն մահ պիտի բերի այդ ձիավորը, որի արդյունքում մասսայաբար մարդիկ դժոխք են գնալու, եւ սա երբ պիտի լինի մեծ նեղության շրջանին։ Ընդհանուր առմամբ այդ 7 տարվա վերջին 3.5 տարում երկրի բնակչության 1/3-ը պիտի մեռնեն։ Մոտարապես 3 միլիարդ մարդ, 3 բիլիոն։ Այդպես է գրված, կարդացինք, իսկ հրյաների ամեն 3-ից 2-ը, կարդացեք Զաքարիա 13:8, պարզ գրված է, ամենաշատ կորուստը մեծ նեղության շրջանին պիտի ունենան հրյաները, 2/3-ը պիտի սպանվեն։ Եվ ներկայիս ասում են մոտարապես 16 միլիոն են իրենք աշխարհում, եթե 18 միլիոնի հաշվարկով անենք, 2/3-ը նշանակում է 12 միլիոն պիտի մեռնեն եւ 6 միլիոն պիտի փրկվեն։ Ես սա պիտի կոչվի մնացորդը, remnant, այդքան մնացին, մնացածը կոտորվեցին եւ այս մնացորդը որտեղ պիտի փրկվի ների ձեռքից, ապաստանի քաղաքներում, Պետրայում եւ շրջակա այդ տեղերում, որ Աստված բնականից պատրաստել է նրանց համար թաքստոցներ, ապաստարաններ,
Մենք աշխարհում ազգովի քանի միլիոն ենք, 10 միջև ասում է 12 միլիոն, եթե 1/3-ը մեր ազգից փրկվի, այսինքն 4 միլիոն մարդ փրկվի, 24 ժամ կցնցանք, Աստծուն 24 ժամ փառք կտանք։ 1/3-ը պատկերացնում եք, դա 33% է։ Ներկայիս քննեք տեսեք, իրական ճշմարիտ քրիստոնյաները մեր ազգի մեջ։ Եթե 5% անգամ լինի, պիտի ասենք նորից թիվ է 5%։ Աստծո դատաստանը միայն մահը չէ։ Մահը որպես դատաստան եկավ մարդկության վրա, երբ որ մեր նախածնողները մեղք գործեցին եւ Աստված ասաց այն օրը, որ կերակ պիտի մեռնեք ու մեռան, մարմնով չմեռան, հոգևորապես մեռան, բայց նաեւ հողին պիտի դառնաս եւ բոլոր մարդկանց համար սա արդեն վերևից եկած օրենք է, հող ենք, հողից ստեղծվեցինք, հողին պիտի դառնանք։ Բայց կա երկրորդ մահը, հոգևոր մահ, այս սա է սարսափելին։ Մահ որպես մարմինը մեր վրայից հանել, բոլորս պիտի հանենք, բայց երկրորդ մահը սա ահավոր է, սրա հետևանքները սարսափելի են եւ հավիտյանս հավիտենից։ Ոչնչացում գոյություն չունի, այդ գաղափարը խաբեություն է, սատանայի գաղափարն է, եւ մարդկանց շատ լավ համոզել է։ Հեշտ է, մարդուն դրեցին դագաղի մեջ, իջացրին գերեզմանի մեջ, վրան փակեցին, նեխեց, փթեց, վերջացավ, չկա այդ մարդը, բայց Աստված մեզ հայտնում է ճշմարտությունը, որ բոլոր մարդիկ հարություն պիտի առնեն, ոմանք հավիտենական կյանքի համար, ոմանք հավիտենական դատապարտության համար։ Եվ Հիսուս ասաց. Ես եմ ճանապարհը դեպի երկինք, միակ ճանապարհը Հիսուսն է, ուրիշ ճանապարհ չկա։ Ով որ առանց Հիսուսի այս աշխարհից գնաց, սարսափելի պիտի լինի նրա վիճակը։ Եվ դժողքը չփրկվածների սպասատեղին պիտի լինի, իր բնույթով սարսափելի է, շարունակական, անասելի ցավի զգացողություն։ Ինչպես այդ մեծատունը Ղազարոսի այդ պատմության մեջ մեծատունը խնդրում էր, որ մի կաթիլ ջուր իրեն հասցնեն, ցավի սարսափելի զգացողություն ուներ։ Եվ փրկվելու ոչ մի միջոց։ Այդպես է ասում Աստծո խոսքը Եբրայեցիս 9-րդ գլուխ 27 համար, մարդուն սահմանված է մեկ անգամ մեռնել, որից հետո գալիս է դատաստանը։ Այսինքն ամեն բան պիտի որոշվի այս կյանքի մեջ։ Չկա քավարան, purgatory, մարդկանց մեջ տարածված է, քավարանում իր համար շատ աղոթողներ կլինի, սա կաթոլիկական հավատալիք է, չկա նման բան։ Մարդը աչքերը փակեց այս կյանքի համար, պիտի բացի մյուս կյանքի մեջ։ Ինչպես իմացանք եւ սիրելի մեր Վալենտինա քույրը այս առավոտ ննջեց ի Քրիստոս։ Մեկ ակնթարթի մեջ Աստծո հրեշտակները անտեսանելիորեն նրա անձը եւ հոգին երկինք Աստծո թագավորությունը հասցրեցին։ Հիսուս ավելի շատ խոսեց եւ զգուշացրեց դժոխքի մասին, քան թե դրախտի մասին։ Ջերմակ աթոռի դատաստանից հետո դժոխքում եղողները պիտի հայտնվեն ավելի վատ տեղ։ Այն կոչվում է ծծումբով այրված կրակի լիճ։ Եվ մենք այն գտնում ենք Աստծո խոսքի մեջ։ Ծծումբը գիտեք, sulfur, անգլերենով կամ brimstone, ռուսերեն սերա։ Ուրեմն ծծումբը իրենից ինչ է ներկայացնում, հանքային նյութ է, դյուրաբորբոք, եւ կրակը անընդհատ բորբոքում է, հեղձուցիչ հոտով, այսինքն խեղտող, սարսափելի հոտ ունի։ Եվ առաջի անգամ ծծումբը երբ կիրառվեց,
Գիրովականի քիմիական գործանում։ Առաջին անգամ ծծումբը կիրառվեց Աստծո կողմից։ Աստված պատժեց Սոդոմը եւ Գոմորը եւ շրջակա քաղաքները, 5 քաղաքներ են։ Ղովտը, որ Աբրահամի եղբոր որդին էր, հաճախ եղբայր են նրանց անվանում, իրենց հովիվները չկարողացան իրար հետ լեզու գտնել, անդադ կռվում էին, Աբրահամը ասաց Ղովտին, եթե դու արևելք գնաս, ես կգնամ արևմուտք, եթե դու հյուսիս գնաս, ես կգնամ հարավ, որպեսզի նրանց մեջ այդ հակամարտությունը չլինի, եւ Ղովտը նայեց ու տեսավ ջրարփի տեղեր, փարթամ բուսականություն եւ այդ ուղությամբ գնաց, որի հոգեվոր խորհուրդը սա է, աշխարհի փայլփլուն բաները, հրապուրվել եւ գնալ աշխարհ, գնաց Ղովտը այնտեղ եւ շատ ու շատ հոգու տանջանք ունեցավ, Ծննդոց 19-րդ գլուխ եւ 4 համար, Սոդոմացիները երիտասարդներից միջև ծերեր, բոլորը համասեռամոլ էին, գեյ էին։ Աստված պատժեց, երբ Ղովտը կնոջ հետ դուրս եկան Սոդոմից, կինը ետ նայեց, որ պատվիրված էր ետ չնայես։ Եվ Հիսուս ինչ ասաց, Ղուկաս 9-րդ գլուխ եւ 62 համարում։ Նա որ ձեռքը մահիճին կդնի եւ հետ կնայի Աստծո թագավորությանը հարմար չէ։ Ինչ տեղի ունեցավ Ղովտի կնոջ հետ, աղե արցան դարձավ։ Ծննդոց 19-րդ գլուխ 23 համարից։ Արևը երկրի վրա կծագեր, երբ Ղովտ Սեգով մտավ, բնակատեղի է։ Այն ատեն Սոդոմի եւ Գոմորի վրա ծծումբ եւ կրակ տեղած Տիրոջ կողմից, երկնքից։ Այն քաղաքները ու բոլոր դաշտը եւ այն քաղաքներու բոլոր բնակիչները եւ երկրի վրա բուսածը կորսնցեց։ Բայց յետևեն անոր կինը ետ նայեց եւ աղի արցան դարձավ։ Այո, այդ ապրելաձևը, այդ ապրելակերպը ատելի է Տիրոջ առջև եւ Տերը անպայմանորեն այդպիսիներին դատաստանի պիտի կանգնեցնի։ Հետաքրքիր ձևով, երբ որ Տեր Հիսուս Ղովտի հետ պատահած օրինակի մասն էր խոսում, նշաններ էր տալիս, թե վերջին ժամանակներում ինչ նշաններ պիտի լինեն, Նոյի օրերը ինչպես եղավ, նաեւ Ղովտի օրերը մեջ բերեց դրանով բացատրելով հափշտակությունը, rapture, այն ինչ որ պիտի տեղի ունենա, եւ հափշտակությունը երբ պիտի լինի աստվածաբանական տեսանկյունից, հազարամյայից առաջ, թե հազարամյայից հետո, մշտապես կա այս ուրեմն հակամարտությունը, բայց հափշտակությունը հաստատակամ ենք ասում ապացույցված նախքան հազարամյան պիտի լինի pre-millennial rapture ոչ կեսում ոչ վերջում հենց սկզբից պիտի լինի եկեք կարդանք Ղուկասու ավետարան 17-րդ գլուխ 28 համարից ինչպես էր Ղովտի օրերը կուտեին կխմեին ծախու կառնեին կտնկեին եւ կշինեին, բայց այն օրը եւ Ղովտը Սոդոմեն ելավ, երկնքից կրակ ու ծծում տեղած եւ բոլորն ալ կորսվեցին։ Նույնպես պիտի այն օրը, երբ որդին մարդու հայտնվի, ուրեմն զուգահեռներ բերվեց։ Ինչպես այն ժամանակ եղավ, ներկայիս էլ պիտի լինի։ Այն օրը, որ նա տանիքի վրա է եւ իր կարասիները տան մեջ, թող ցած չիշտնի զանոկ առնելու Եվ նա, որ արտի մեջ է, նույնպես թող ետ չդառնա, մտքերնիդ բերեք Ղովտի կինը։ Ով որ իր կյանքը կուզե ապրեսնել, պիտի կորցնե զանիկա, եւ ով որ կկորցնե, պիտի ապրեսնե զանիկա։ Ձեզ կսեմ, այն գիշերը, եթե երկու հոգի մեկ անկողնի մեջ լինեն, մեկը պիտի առնվի, մյուսը թողնվի։ Հավատացող մեկը պիտի ապշտակվի,
Չհավատացող կինը կամ ամուսինը պիտի մնա անկողնու մեջ եւ առավոտյան պիտի զարմանա, իր կողակիցը չկա, ինչ եղավ։ Ի վերջո չգտնելուց հետո պիտի ոստիկանություն հայտնի, որ կինս կամ ամուսինս չկա։ Եվ պիտի փնտրեն ու հանկարծ հայտնի պիտի դառնա, որ միլիոնավորներ բացակայում են երկրի վրայից։ Եթե երկու կին մեկտեղ աղալու լինեն, այն ժամանակվա պատկերն է ցույց տալիս, մեկը պիտի առնվի, մյուսը պիտի ձգվի։ Եթե երկու հոգի արտի մեջ լինեն, մեկը պիտի առնվի, մյուսը պիտի ձգվի։ Լավ, երբ որ այդպես միլիոնավորներ բացակայեն երկիր մոլորակից, աշխարհը ինչ պատասխան պիտի տա։ Պատասխանը կա, պատասխանը պիտի կա։ Պիտի ասեն այլ մոլորակայինները եկան տարան։ Բացակայում են, չկան իրենք, չէ՞։ Այ գիտեք դրանք, որ հավաքվում են։ Հասկացաք, մի անգամ գնացիր եկեղեցի, երկու անգամ էսի, ամբողջ տարին եկեղեցի են հավաքվում։ Այ դրանց, այդ ծայրահեղականներին Աստված պատժեց։ Ուրեմն հափշտակությունը երբ պիտի տեղի ունենա, հազարամյայից առաջ։ Ղովտը Սոդոմից դուրս եկավ, հետո ծծումբով կրակ իջավ երկրի վրա։ Նոյը իր ընտանիքով տապանը մտավ, հետո ջրեղեղը եղավ։ Հիսուս իր հարցին պիտի հափշտակի երկինք, հետո պիտի հայտնվի նեռը երկրի վրա 7 տարվա թագավորության համար։ Հիմա բերենք այն համարները, որտեղ ծծումբը կրակի հետ գործնական միասնություն են։ Բոլոր անհավատները եւ նաեւ նրանք, ովքեր ասում են Աստծուն հավատում են, բայց Հիսուս իրենց համար որպես Տեր եւ Փրկիչ չէ։ Տեսեք ինչ է գրված Հայտնություն 21-րդ գլուխ կարդանք 7 համարից։ Նա որ կհաղթե ամեն բան պիտի ժառանգե եւ ես նրան Աստված պիտի լամ, նա էլ ինձ որդի պիտի լա։ Ովքեր են հաղթողները, նրանք ովքեր դավանում են, որ Հիսուս Տեր է, իրենց համար Փրկիչ է եւ նրա խոսքով են առաջնորդվում, նրանով են ապրում։ Ինչն է, որ աշխարհին կհաղթե, մեր հավատքն է, որ աշխարհին կհաղթե։ Բայց վախկոտների եւ անհավատների, ովքեր են վախկոտները, ոչ թե նրանք, որ որևէ բանից վախենում են, այլ վախկոտ են բոլոր նրանք, ովքեր վախենում են Աստծուն գալ եւ իրենց մեղքերը խոստովանել։ Այս քայլը զորություն է, քաջություն է, կտրիչ լինել է, իսկական կտրիչը սա է, որ գա Տիրոջը եւ իր մեղքերը խոստովանի։ Եվ պիղծերուն ու մարդասպաններուն եւ պորնիկներուն, կախարդներուն, կռապաշտներուն եւ բոլոր ստախոսներուն բաժինը կրակով ու ծծումբով վառված լճի մեջ պիտի լա, որը երկրորդ մահը։ Հիմա ինչպես տեսանք այստեղ մեղքի տարատեսակներ, ամենածանրագույն մեղքերից միջև նաեւ սուտ խոսելը, որ սուտ խոսելը համարվում է ամենահասարակ մեղքը, որովհետեւ եթե 3-ի փոխարեն 7 ես ասում, նորից սուտ ես խոսում, չէ՞։ Ճշմարտությունը չասեցիր։ Այսինքն մեկ սուտ խոսելը մարդուն արդեն մեղավոր հրճակում է, թեև ինքը մեղավոր բնություն ունենալով արդեն մեղավոր է, ծնունդով մեղավոր է։ Ուրեմն բոլոր նրանք, ովքեր Հիսուսին չունեն, որպես Տեր եւ Փրկիչ, որպեսզի իրենց մեղքերը մաքրվի եւ սրբվի, ծծումբով այրված կրակի լիճը, սարսափելի բան է սպասում ամբողջ մարդկությանը։ Դեղին գույնը կապակցվում է լույսի հետ։ Արեգակի լույսը, աստղերի լույսը, դեղին, բնական լույս է։ Նաեւ արհեստական լույսը, էլեկտրական լույսը դեղին է։ Թեև ներկայիս գործածում են
լուսային լամպեր, light bulbs, ստանում են լումինեսցենտային լամպերի և լուսադիոդների միջոցով, հայտնի է որպես ինչ LED, ցերեկային լույս որպես։ Արեգակը փայլում է իր դեղին լույսով, բայց եթե ամպերը գան և ծածկեն արեգակին, այդ լույսը չի երևա, բայց աստվածային լույսը կարևոր չէ, անպամած է, արևոտ է, աստվածային լույսը միշտ փայլում է, գիշեր թե ցերեկ, և այդ լույսը ինքը Տեր Հիսուս Քրիստոս է։ Վերին Երուսաղեմի մի պատկեր ունենք, որ այնտեղ արևի պետքություն չկա, որովհետև մշտապես լուսավոր է և այդ լուսավորողով է գառնուկը Տեր Հիսուսը։ Հրաշալի մի մարգարեություն իրականացավ, Եսային էր գրել, 9-րդ գլուխ, առաջի 2 ամաներ, որ Մատթեոս ավետանիչը այն մեջ բերեց, Մատթեոս 4:16։ Խավարի մեջ նստող ժողովուրդը մեծ լույս տեսավ։ Ովքեր են այդ լույս տեսնողները և ինչ է նշանակում խավարի մեջ, արդյոք գիշերվա խավարներ, բոլորովին, առանց Հիսուսի այս աշխարհը խավար է, անգամ ամենալուսավորված քաղաքները ու փողոցները խավար է, որտև իրական անանցանելի լույսը աստվածային լույսն է և հայտնված է այն Տեր Հիսուսի անձի մեջ։ Հիսուսին ասաց Հովանու 8-րդ գլուխ և 12 ամար. Ես եմ աշխարհի լույսը, նա որ իմ հետևից կգա, ինչ կա այստեղ, մարդու կողմից քայլ, պատասխանատվություն, ով որ իմ հետևից կգա, կենաց լույսը պիտի ունենա։ Եվ կենաց լույսը ինքը Տեր Հիսուս Քրիստոսն է, բանը Աստծո, Աստծո իմացականությունը, Աստծո բանականությունը, ու մեջ աստվածային իմաստության և գիտության բոլոր գանձերը պահված են։ Եվ մենք այդ գանձերից վերցնում ենք, ովքեր որ Հիսուսին ունեն, այդ գանձերից ժամանակ առ ժամանակ ստանում ենք։ Որին հակառակ, Պողոս առաքյալ այսպես գրեց Կորինթացիների 2-րդ նամակն է, 4 գլուխ 4 ամար։ Այս աշխարհի աստվածը փոքրատարով Սատանան անհավատների մտքերը կուրացրեց, որպեսզի Քրիստոսի ավետանի փառած լույսը նրանց վրա չծագի, որ է Աստծո պատկերը կամ Աստծո էությունը, աստվածային լույսը, այլ կերպ ասած, Աստված ճանաչողությունը Սատանան արգելել է, բայց նրանք, ովքեր փնտրում են, Աստված նրանց բացում է։ Ովքեր քայլ են անում դեպի Աստված, Աստված տասնապատիկ այդ քայլով նրան ընդառաջ է գալիս։ Եվ Աստված կանչում է այսօր։ Հիսուս Մատթեոս 11:28-ում ասում է. Ինձ եկեք բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ։ Այս ինչ հոգնություն է։ Առօրյա հոգերի հոգնությունն է, ինչով են բեռնավորված, մեղքով։ Ինձ եկեք, և ես այդ մեղքերը պիտի ջնջեմ, և ես ձեզ պիտի հանգստացնեմ։ Ուրեմն Հիսուսին երբ որ գալիս ենք ճշմարտապես մեր մեղքերը խոստովանում ենք, Հիսուս այն ջնջում է չհիշելու պայմանով։ Տերը շատ սուղ վճարեց, իր կյանքով վճարեց, Աստված իր արյունով մեզ գնեց, այդպես է գրված, իր արյունով մեզ գնեց։ Մարդիկ ընտրության հնարավորություն ունեն, Հիսուսին ընդունում ես, նա քո մեղքերը ջնջում է, դառնում ես Աստծո որդի և հավիտենական կյանքի ժառանգորդ, 100%-ով Աստծո խոստումները այո և ամեն են։ Մերժում ես,
մնում ես մեղքերիդ մեջ մեռած, թաղված, դատաստանի ենթակա ես, պիտի դատվես և որոշումը մեկն է, ծծումբով այրված կրակի լիճը, որտեղ այդ կրակը երբեք չի մարում, հավիտյանս հավիտենից տանջանք կա, սարսափելի մի բան է, Աստված մարդու բանականություն է տվել, իմաստություն է տվել, բարին ընտրելու, չարը մերժելու, քայլ անել է պետք, Տիրոջը գալ է պետք, խոստովանել է պետք, իսկ դրա համար Աստված սպասում է խոնարհ սրտի, որպեսզի մեկը Տիրոջ վախը ունենալով, իմաստության սկիզբը որտեղից է սկսում, Տիրոջ վախն է։ Ուրեմն երրորդ տարբերակ չկա։ Հիսուս ասաց, նա որ ինձ հետ չէ, ինձ հակառակ է։ Կամ Հիսուսի հետ ես, կամ հակառակ ես։ Մեկը չի կարող ասել, ես մեջտեղն եմ, նյութրալ եմ, չկա նման բան։ Կամ Աստծո հետ ես, կամ հակառակ ես։ Այս ամբողջ process-ը կամ գործընթացը կոչվում է ապաշխարություն։ Մեթանոյա, հունարենով մտքի և սրտի կտրուկ փոփոխություն, մտածելակերպի փոփոխություն, ճամփաների փոփոխություն։ Երբ որ մենք Տիրոջ եկանք, կամաց այս աշխարհին սկսեցինք դիտել աստվածային լույսի պրիզմակով և հասկացանք դատարկ ու պարապ այս կյանքը, որ սատանան մարդկանց խաբել է այս ու այն բաներով և ի վերջո իր հետ միասին տանում է դժոխքը ծծումբով այրված կրակի լիճը։ Այս կյանքի մեծագույն նպատակը ճանաչես քու փրկչին և քու ստեղծիչին, նրա անունը Հիսուս Քրիստոս է։ Տերը տա, որ մեր բոլոր հայրենակիցները ճանաչեն, ոչ թե որպես պատմական մի անձ, որ 2000 տարի առաջ եկավ, այո, գրված է ասում են, որ մարդկության համար խաչվեց, անձնապես, անհատապես նրա հետ հարաբերություն ունենալ, սա է Աստծո ուզածը։ Մեծ պատասխանություն կա դրված նաև ապաշխարածների ուսերին։ Տեր Հիսուս խոսեց այս մասին, Մատթեոս 5:14 համարից։ Հիսուս նախ ասաց, որ ինքն է աշխարհի լույսը։ Հետո հետևյալն է ասում. դուք եք աշխարհի լույսը։ Քաղաքը, որ լեռան վրա է կեցած, չի կարող պահվել։ Ու ճրագը կամ լույսը չեն վառում ու դնում գրավանի տակ։ Սեղանի տակ չեն դնում, հապա աշտանակի վրա բարձր տեղ, որ լույս տա տան մեջ եղողներին։ Այնպես թող լուսավորի ձեր լույսը մարդկանց առջև, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։ Ուրեմն մեր կոչումը համաձայն քայլենք, եղբայրներ, քույրեր, Աստված մեզ կանչել է, որ աշխարհի լույսը լինենք, այսինքն մենք այդ լույսը չունենք մեզանից, մենք ստացանք այդ լույսը Քրիստոսից Սուրբ Հոգու միջոցով, հետևաբար մարդկանց պիտի փոխանցենք։ Ինչպես փոխանցենք այդ լույսը։ Մոմ վառենք տանենք հարևանի տուն։ Աստծո խոսքը, քո խոսքը իմ ոտքերից ճրագ և իմ շավիղներից լույս է, այդպես է գրում Դավիթ Սաղմոսի մեջ։ Պողոս առաքյալ այս գաղափարը ավելի խորացնում է և մեզ վրա ավելի մեծ պատասխանատվություն է դնում։ Եփեսացիս 5:8 համարից։ Քանզի թեև ատենը դուք խավար եք, մինչև Հիսուսին գալը, բայց հիմա լույս եք Տիրոջմով, ուստի լույսի որդիների պես քայլեք, ինչպես կվայել է, ամենայն սիրով, ներումով, խոնարհությամբ, վասնզի հոգու պտուղը ամեն կերպ բարությունով, արդարությունով և ճշմարտությունով է։ Քննեցեք, թե ինչ է Տիրոջ հաճելի, ու կցորդ մի եղեք խավարի անպտուղ գործերին, այսինքն մեղքին և մեղսալից ընթացքին, այլ մանավանդ դրանք հանդիմանեցեք, վասնզի անոնց մեջ գաղտուկ գործված բաների մասին խոսելն էլ ամոթ է, բայց երբ բանը լույսի մեջ ցուցադրված է, հայտնի կլա, վասնզի ամեն բան, որ հայտնի կլա, լույս է, և դրա համար,
Եթե հավատքի կյանքի մեջ քնել ես, Աստված ասում է. «Արթնացիր դու, որ քնում ես, եւ կանգնիր մեռելներից, եւ Քրիստոս քեզ լույս պիտի տա»։ Թող այդպես լինի։ Թող ամեն մարդ արթնանա եւ Քրիստոսի լույսով լուսավորվի։ Շատ կարևոր առաքելության են կանչված եղբայրներ, քույրեր։ Ուստի ջանք ու եռանդ չխնայենք Աստծուն հաճելի ձևով ապրելու եւ քայլելու համար, որպեսզի ամեն բանի մեջով փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին հավիտյան ամեն։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի, ամեն։ Arnazzo